Նիկոլական մի լրատվական, հարգելի բարեկամներ, երեկոյան մի նյութ էր տեղադրել, նշելով ՀՀԿ-ի հետ կապված այն մարդկանց ցուցակը, որոնք այսօր աշխատում են այս կամ այն ընդդիմադիր ուժի հետ, ու տվյալ դեպքում խոսք էր գնում ընդդիմադիր դիրքավորվածություն ունեցող ուժեղ Հայաստան Դաշինքի կուսակցության հետ։ Տարբեր մարդկանց անուններ էին նշում, Գագիկ Բեգլարյան եւ այսպես շարունակ։ Միջև խոսքից բուն մասին անցնելը, ես ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել ձեզ, թե ինչքան մարդիկ են եղել, հարյուրավոր մարդիկ են եղել, ովքեր կապ են ունեցել ՀՀԿ-ի հետ եւ հիմա զբաղեցնում են բարձր պաշտոններ։ Ոչ թե աջակցում են, ոչ միայն աջակցում են, այլ զբաղեցնում են բարձր պաշտոններ, վայելելով Փաշինյան Նիկոլի բարձր կամ ավելի ճիշտ կլինի ասել ցածր վստահությունը։ Երևի Փաշինյան Նիկոլի հետ ոչ մի դեպքում չի կարելի բարձր էպիթետը օգտագործել նույն նախադասությունում։ Բազմաթիվ են այդ մարդիկ, հարգելի բարեկամներ, ովքեր ՀՀԿ-ի անդամ են եղել, ՀՀԿ-ի հետ աֆիլացված են եղել, ՀՀԿ-ի գործունեությամբ հմայված են եղել, մի անձնավորություն կար Վիկտոր անունով, որտեղ նայում էր ՀՀԿ-ի պոստերի տակը, համարյա սեր էր խոստովանում, որտեղ է աշխատում հիմա Վիկտորը հիմա աշխատում է Գերմանիայում, ազգանունը չեմ հիշում դրա, Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանն է։ Սերժիկ Սարգսյանի մեկ այլ խորհրդական Վարուժան Ներսիսյանը, ով ուղիղ այդ հանցավոր ռեժիմի փոքրիկ վինտիկներից մեկն է եղել, Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանն է։ Պապիկյան Սուրիկ, ով եւս հմայված եղել հանրապետական կուսակցության գործունեությամբ, հանրապետական կուսակցության օլիգարխներից մեկի հետ կապվող ֆոնդերից է սնվել, զբաղեցնում է պաշտպանության նախարարի պաշտոնը։ Արսենյանի որդին մարզպետ է աշխատում։ Այս ցուցակը, հարգելի բարեկամներ, այս ցուցակը կարելի է հարյուրներով շարունակել։ Էլ չեմ ասում այն մարդկանց, ովքեր ուղիղ եղել են ազգային անվտանգության ծառայության գործակալներ եւ Փաշինյան Նիկոլի կողմից նշանակվել են բարձր պաշտոնների։ Էլ չեմ ասում ազգային անվտանգության ծառայության վերահսկողության տակ գործած անձիկ, այսինքն մարդիկ, ովքեր ամբողջությամբ նախկին ռեժիմի մաս են եղել, ովքեր հիմա եւս զբաղեցնում են բարձր պաշտոն, վառ օրինակ Փաշինյան Նիկոլ։ Եվ այսպիսի քաղաքականություն իրականացրած անձը, այսպիսի կադրային քաղաքականություն իրականացրած անձը ինչ որ կազմակերպությանն է մեղադրում, ես հանդես չեմ գալիս այդ կազմակերպության պաշտպանությամբ, իմ կարծիքով կարիք չկա երևի բարձրաբանելու, այդպիսի կադրային քաղաքականություն վարող անձը մեղադրում է այլոց, որովհետև իրենց շարքերում կան ՀՀԿ-ականներ։ Հիմա խոսքից բուն, սա որպես նախաբան, հիմա բուն խոսքս։ Ուրեմն, որ պատի տակը նայում ես, մի հատ կամերա է դրած, այս պատը եւս համարեք այդ պատերից մեկը։ Այս պատը համարեք այդ պատերից մեկը, հարգելի բարեկամներ։ Նստած են ընդդիմադիրներ, նստած են հայրենասերներ, նստած են ազգասերներ, ազգի դարդով տառապողներ եւ խոսում են Փաշինյան Նիկոլի դեմ։ Հայաստանի Հանրապետությունում այդպիսի պատեր շատ են եւ նաեւ ձևավորվել են բազմաթիվ խոշոր բլոկներ, ընդդիմադիր, այսպես կոչված եւ բազմաթիվ մանր բլոկներ, որոնք խոսում են Փաշինյան Նիկոլի դեմ։ Հիմա, հարգելի բարեկամներ, չի եղել Հայաստանի Հանրապետությունում մի ղեկավար, որը լեգիտիմության հետ ավելի մեծ խնդիրներ է ունեցել, քան թե Փաշինյան Նիկոլը։ Չի եղել այդպիսի ղեկավար։ Նա լեգիտիմության ավելի մեծ խնդիրներ ունի Լևոն Տեր-Պետրոսյանից 96 թվականից անց կառավարող, նա լեգիտիմության ավելի մեծ խնդիրներ ունի, քան թե Ռոբերտ Քոչարյանը, զարմանալի կարող է հնչել, բայց նա լեգիտիմության ավելի մեծ խնդիրներ ունի, քան թե Սերժ Սարգսյանը, կամ Սերժ հետ զուգակցվող խնդիրներ ունի։ Ուղղակի հիշեցնեմ, որ 2008 թվականին
կեղծվել են եւս մեկ անգամ ընտրությունները, իսկ 2013 թվականին ընդհանրապես այլանդակություն է տեղի ունեցել, երկու անգամ մարդը պրեզիդենտ է աշխատել, երկու անգամ էլ ուզուրպացնելով, գողանալով այդ պաշտոնը, խեղելով հանրային քվեարկության, ժողովրդի քվեարկության արդյունքներ։ Փաշինյան Նիկոլը, հարգելի բարեկամներ, 2018 թվականին դարձել է վարչապետ, կարգվել է վարչապետ, ապօրինի նախագահ դարձած մարդու ստորագրությամբ, Արմեն Սարգսյանի բոլոր ստորագրությունները չունեն իրավական որևէ ուժ, որովհետև այդ մարդը այդ պաշտոնում աշխատել է ապօրինի։ Արմեն Սարգսյանն է ստորագրել Փաշինյան Նիկոլի վարչապետ դառնալու այդ իրավական ակտի տակ։ Սա մեկ։ Եվ երկրորդ։ Փաշինյան Նիկոլը կարգվել է երկրի վարչապետ կեղծ, սարքած հեղափոխության բերումով։ Այդ հեղափոխությունը իրականացվել է նախկին ռեժիմի քաղաքական, այսպես կազմակերպվել է նախկին ռեժիմի կողմից, իրականացվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից։ Եվ սա երկուս, այսինքն Փաշինյան Նիկոլը, հարգելի բարեկամներ, ոչ լեգիտիմ ղեկավար է, երկրի ոչ լեգիտիմ ղեկավար է։ Հիմա ես չեմ ասում, որ եթե ամբողջ մարդիկ, ամբողջ ազգը, հա, ողջ ազգը իմանա, միջազգային հանրությունը տեղեկանա, որ Փաշինյան Նիկոլը այսպիսի ղեկավար է, ինչ որ բան էական, հա, ռեալ փոխվելու է, Արցախը հետ է գալու, մենք ունենք անդառնալի կորուստներ։ Ես չեմ ասում, որ այդ կորուստները կվերականգնվեն։ Մենք ունենք անդառնալի կորուստներ եւ այդ կորուստները ոչ էլ կվերականգնվեն, բայց ես ասում եմ նրա մասին, որ մենք կարող ենք գոնե շտկել մի քիչ մեր մեջքը։ Եվ եթե պատերի տակը խոսող հարգելի եւ ոչ հարգելի ընդդիմադիրներ, խոշոր բլոկների ներկայացուցիչներ, դուք խոսում եք ամեն բանի մասին, բայց Փաշինյան Նիկոլի լեգիտիմությունից չեք խոսում այս կտրվածքով։ Ոչ թե այն առումով, որ հիմա սերժական մանկլավիկներն ասում են Փաշինյան Նիկոլը խախտել է կառավարության ծրագիրը, ինքը լեգիտիմ չի, խոսքը դրան չի վերաբերվում։ Ինքը լեգիտիմ չի եղել ի սկզբանե, որովհետև էլի եմ ասում Արմեն Սարգսյան ապօրինի նախագահ, որովհետև կեղծված հեղափոխություն։ Հիմա հարգելի Սամվել Կարապետյան կամ ոչ հարգելի Սամվել Կարապետյան, ինչպես ուզում եք ընկալեք։ Դուք ընդդիմություն եք Փաշինյան Նիկոլին։ Հարգելի Կարեն Կարապետյան, եղբայրն, որ ասում են մենք հացի հերթում էլ լինի, բերթում էլ լինի, իրենք շատ սկզբունքային մարդիկ են։ Դուք դեմ եք Փաշինյան Նիկոլին։ Եթե դուք դեմ եք, ինչու Փաշինյան Նիկոլի հարցը լեգիտիմության չեք բարձրացնում։ Դուք 10,000, 100,000 անգամ ավելի մեծ հնարավորություններ ունեք, քան թե սովորական քաղաքացիները, հա, մեդիաներ ունեք, աշխատող բլոգերներ ունեք, միջազգային կապեր ունեք, ինչու չեք բարձրացնում Փաշինյան Նիկոլի լեգիտիմության հարցը, որ կեղծվել է հեղափոխությունը, որ Արմեն Սարգսյանը նախագահ է դարձել ապօրինաբար, միգուցե դուք եւս քվեարկել եք։ Կարող եք ներողություն խնդրել։ Դուք կարող եք ներողություն խնդրել։ Միքայել arczepiskopos-ից եզակի մարդ ավելի սկզբունքային հանկարծ դուք չլինեք, ով մի պահ ողջունել էր այս կեղծ հեղափոխությունը եւ հետագայում որպես պարկեշտ մարդ հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ։ Ինչու չեք բարձրացնում այդ հարցը։ Ոչ մի բանի մասին պետք չէ խոսել։ Փաշինյան Նիկոլը երկրի վարչապետ է եւ չունի բացարձակապես ունի զերոյին հասնող լեգիտիմություն։ Ապօրինի վարչապետ է։ Ինչ է նշանակում լեգիտիմություն։ Օրենքով կարգված անձնավորություն, օրենքով կարգված ղեկավար, օրինակարգ, օրինակարգություն։ Հիմա ինչպես կարող է Փաշինյան Նիկոլը լինի օրինակարգ վարչապետ, եթե այդ պաշտոնին է նշանակվել Արմեն Սարգսյանի ստորագրությամբ,
Հələ չեմ ասում Սերժ Սարգսյանի մասին, ով պրեզիդենտ է աշխատել, ինքն է առաջադրել Արմեն Սարգսյանին, երկու անգամ ուզուրպացնելով այդ աթոռը, եւ երկրորդ կեղծված հեղափոխության բերումով։ Երբ մարդկանց պատանիներին հանում էին փողոց փագել էին տալիս, մարզպետարանների, ուսմասվարների միջոցով, ինչ հետաքրքիր Հայաստան էր, չէ՞։ Ուսմասվարները գալիս երեխաներին ասում էին դուրս եկեք, երեխեք, եթե ուզում եք կարող եք դուրս գալ, բացակա չենք նշանակի։ Նույն բանը ինստիտուտներում էր, պրոռեկտորների, ռեկտորների մակարդակով էր, եւ այսպես շարունակ։ Ռեժիմը կազմակերպում էր ցույցեր իր դեմ, ինչու իմ կարծիքով արդեն բոլորիդ պարզ է թե ինչու։ Թեման Արցախն էր։ Այսինքն կեղծված հեղափոխություն եւս մեկ անգամ եւ Արմեն Սարգսյան։ Ինչու՞ չեք բարձրացնում այս հարցը։ Սամվել եւ Կարեն Կարապետյանները։ Լավ, հասկացանք, Սամվել Կարապետյանը տնային կալանքի մեջ է, բայց իշխան գիտեմ, իշխան ինչպես տեղեկացնում են, ասում են ինքը հնարավորություն ունի Facebook-ով live մտնելու, բայց եթե նույնիսկ չունի, իր անունից կարող են հանդես գալ արհեստական բանականությունը կամ իր զարմիկը կարող է հանդես գալ։ Բայց լրություն է այս մասով։ Հիմա դուք ընդդիմություն եք, հարգելի բարեկամներ, թե ինչ եք։ Ինչ եք դուք։ Ձեր շարքերում կա, ձեր շարքերը համալրվում են պրոսերժական ներկայացուցիչներով, որոնք շատ լավ տեղեկացված են թե Հայաստանի Հանրապետությունում ինչ է տեղի ունեցել եւ ինչ է տեղի ունենում։ Հարյուրավոր հաղորդումներ են կազմակերպել, օրինակ Էդգար Ղազարյանն, ինչ Էդգար Ղազարյանը չգիտի, որ Փաշինյան Նիկոլը լեգիտիմ չի։ Հետաքրքիր է։ Նույն հարցը վերաբերվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանին։ Պարոն Ռոբերտ Քոչարյան, պարոն Գիծ, պարոն Դաշնակ Մաշնակներ, երթում եք տվել, դուք երթվում եք զենքի վրա, երթում եք տվել նաև որպես падգամավորներ, падգամավորական երթում եք կերել։ Ինչու եք խախտում ձեր երթումը, հարգելի Դաշնակ Մաշնակներ։ Ինչու չեք բարձրացնում Փաշինյան Նիկոլի լեգիտիմության հարցը, ինչու չեք բարձրացնում։ Ինչու պարլամենտում չեք բարձրացնում այն հարցը, որ Փաշինյան Նիկոլը, տեսեք, ասում է սա ՀՀԿ-ի հետ է կապված։ Ինչու չեք բարձրացնում այն հարցը, որ ՀՀԿ-ի հետ կապված մարդկանց միլիոնավոր դոլարների հասնող պարտքերը Փաշինյան Նիկոլը ջրել է։ Այդ հարցը ինչու չեք բարձրացնում։ Հիմա դուք դեմ եք Փաշինյան Նիկոլին, թե դեմ ըլլալով կողմ եք։ Որն է խնդիրը։ Բաց խոսեք այս մասին։ Ինչու չեք խոսում։ Վերջերս երբ ձեզ հարց էին տվել, իմ ընկերներից մեկը հարց էր տվել, Վալերա Խաչատրյան, դուք ասել եք Գյումրիում նմանատիպ հարց էր տվել, դուք ասել եք եկեք չփորփրենք անցյալը։ Լուրջ։ Այդ ձեր գեղում ամենաշուրթրին երևի դուք եք, որ չեք ուզում փորփրել անցյալը։ Թե չեք ուզում ուղակի լափից, լափամանից, պետական բյուջե կոչվող լափամանից հեռու մնալ։ Լեգիտիմության հարցը ինչու չեք բարձրացնում Փաշինյան Նիկոլի։ Կեղծ հեղափոխության Արմեն Սարգսյանի հարցերը ինչ եղավ։ Գագիկ Ծառուկյան, նույնը վերաբերում նաև Գագիկ Ծառուկյանին եւ Գագիկ Ծառուկյանի շուրջ հավաքված մարդկանց։ Բազմաթիվ մարդիկ կան, ովքեր ունակ են քաղաքական միտք գեներացնելու։ Ունակ են։ Սուրեն Սուրենյանց կա այդ թիմում կա Ստեփան Դանելյան։ Պայքարում եք Փաշինյան Նիկոլի դեմ։ Հաճախակի հանդես եք գալիս ելույթներով հանրային հեռուստաընկերությամբ։ Վերջերս նաև մեկ-երկու օր առաջ Սուրենյանցներ այնտեղ դիտել եմ։ Պարոն Սուրենյանց, հանրային հեռուստաընկերությունով Փաշինյանի լեգիտիմության հարցի չբարձրացումը ինչի՞ է կապված։ Ինչի՞ չեք խոսում սրա մասին, չէ՞ որ դուք պայքարում եք Նիկոլ Փաշինյանի դեմ։ Եվ սա ամենաթույլ տեղերից մեկն է Փաշինյան Նիկոլի, ամենաթույլ, եթե չասեմ ամենաթույլը։ Եթե 3 խնդիր կա, 3 խոցելի տեղ ունի այս ռեժիմը, մեկը դա է։ Փաշինյանի լեգիտիմությունը այս կոնտեքստում Արմեն Սարգսյան եւ կեղծ հեղափոխություն, ո՞րն է խնդիրը։ Պարոն Ծառուկյան, Գագիկ, ո՞րն է խնդիրը, որ դուք չեք բարձրացնում։ Եվ եթե դուք չեք բարձրացնում, խոսքը վերաբերում է եւ այս խոշոր բլոկներին, հարգելի բարեկամներ, խոշոր բլոկի ներկայացուցիչներին, խոսքը վերաբերում նաեւ այն անձանց, ովքեր
փոքր կուսակցությունների, ոչ ազդեցիկ կուսակցությունների, ոչ այդքան ազդեցիկ ինչքան սրանք են, հա, կուսակցությունների ուժերի ներկայացուցիչներ են, որոնք եւս զարմանալիորեն ու շատ-շատերը, ես ուղղակի չեմ լսել, կարող եմ մի օր մեկ ասել, ես չեմ լսել, հարգելի բարեկամներ, չասեմ բոլորի մասին, հա, բայց շատ-շատերը, 90 եւ ավել տոկոսը չեն բարձրացնում այս հարցը։ Փաշինյանի լեգիտիմության հարցը չեն բարձրացնում։ Որն է խնդիրը։ Խոսքը վերաբերում է, ելի եմ ասում, այն մարդկանց, ովքեր Մոսկվայից են հանդես գալիս, այն մարդկանց, ովքեր Գորիսից են հանդես գալիս, այն մարդկանց, ովքեր Գյումրիից են հանդես գալիս, Լոս Անջելեսից են հանդես գալիս եւ այլն։ Սա կարող է ունենալ միայն ու միայն մեկ բացատրություն։ Այս խոսքի բացակայությունը հանրային դաշտում կամ այս խոսքի շատ նվազ լինելը ձեր պատճառով մարգինալ, ինչու է այս խոսքը մարգինալ, որովհետև ես կամ ինպես մարդիկ խոսում են, շատ քիչ մարդիկ, դուք լռում եք։ Կարևոր հարթակներում դուք լռում եք, հանրայինում եք լռում, պարլամենտում եք լռում եւ խոսքը մարդկանց աչքին դառնում է մարգինալ։ Եվ այս խոսքի մարգինալ լինելը գալիս է ապացուցելու, ով ուզում է դուք լինեք, ինչքան ուզում է ասեք մենք դեմ ենք։ Գործողություն եւ խոսք, դրան ենք հավատում։ Սա գալիս է բացատրելու այն, որ դուք ոչ միայն դաշնակներն են դեմ ըլլալով կողմ, այլ նաեւ մաշնակներն են դեմ ըլլալով կողմ, այլ նաեւ Ծառուկյան Գագիկն է դեմ ըլլալով կողմ, այլ նաեւ Ռոբերտ Քոչարյանն է դեմ ըլլալով կողմ։ Հիմա մեկը դուրս կգա, կասի ինչու եք վարկաբեկումը ընդդիմությանը պարակտում, դուք չգիտեմ ջրաղացին, ես եմ ռեժիմի ջրաղացին ջուր լցնում այսպիսի հարցեր բարձրացնելով։ Հիմա այս հարցը բարձրացնողն է ռեժիմի ջրաղացին ջուր լցնում, այ ամորալներ, դե այն մարդիկ, ովքեր այս հարցը չեն բարձրացնում։ Հիմա ես եմ ռեժիմի ջրաղացին ջուր լցնում, թե այն մարդիկ, ովքեր ռեժիմի մաս են կազմել, բանակից ազատվել են, Արցախի համար բոզի լաց են դրել։ Խոսքը վերաբերում է պարտադիր զինվորական ծառայությանը։ Ես եմ ջրաղացին ջուր լցնում, թե դաշնակները բանակից փախած Արցախի համար բոզի լաց դրած։ Խոսքը վերաբերում է падգամավորներին։ Ես եմ ռեժիմի ջրաղացին ջուր լցնում, թե Արմեն Գևորգյանը, ով մի անգամ այս թեմայով մի անգամ չի խոսել։ Պարգևավճարներ է ստանում, պատկերավոր ասած Երևանի կենտրոնի կեսը իրենն է։ Բագրատյան Սերգեյի հետ օրթախ է։ Հիմա ես եմ ջրաղացին ջուր լցնողը։ Եկեք իմ ֆինանսական հաշվետվությունը եւ Արմենչիկի ֆինանսական հաշվետվությունը վերջին 5 տարվա դնենք իրար կողք եւ նայենք ով է ջրաղացին ջուր լցնում իշխանության կամ ռեժիմի։ Ինը մեկը կա դաշնակ, բանակում չի ծառայել, ամենաշատն է լալիս Արցախի համար։ Հարյուրավոր միլիոնների դրամի հասնող, հարյուրավոր միլիոն դրամների հասնող կապիտալ է հետ գցել։ Այս որտեղից։ Այս ինչ հրաշալի երկրում ենք ապրել եւ ապրում, որ դուք կարող եք այսպես ձեր ինտելեկտը օգտագործելով հասնել նման ճակերտավոր դե բանակում չծառայելը ձեզ համար բարձունք է, իհարկե։ Մի խոսքով, հարգելի բարեկամներ, եւս մեկ անգամ, եթե դուք որևէ մեկի կողմից այս հարցերի բարձրացումը ինձ ասում են խորհուրդ տուր, ես խորհուրդ եմ տալիս, ես ձեզ ուղղություն եմ ցույց տալիս։ Ես ձեզ ուղղություն եմ ցույց տալիս։ Եթե որևէ մեկը իսպար որևէ մեկ ուժի հռետորաբանությունից այս հարցերը իսպար բացակայում է, ուժեղ Հայաստանից միջև Բարգավաճ Հայաստան, Թույլ Հայաստան, Զարգացող Հայաստան, ով ուզում է լինի ինչ վերնագիր ուզում է դնեն իրենց բանի կազմակերպության առևտրային կազմակերպության կողքը։ Նրանք գործում են հետևապես բոլոր փաստերը կան պնդելու
բոլոր փաստարկները, բոլոր արգումենտները կան պնդելու, որ նրանք դեմ ըլլալով Փաշինյան Նիկոլին կողմ են։ Նրանք դեմ ըլլալով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, որի միջոցով իրականացվում է ներքին քաղաքականությունը, կողմ են։ Եվ ձեզ մոլորեցնում են, ձեզ ապուշացնում են։ Գիտեք, արդար կարող է ամեն մարդ չկարողանալ գործել, արդար գործել, բայց արդար մտածել երևի ամեն մարդու պարտավորությունն է, ամեն քրիստոնյայի, ոչ միայն քրիստոնյայի, ամեն մարդու պարտավորությունն է։ Մտածեք արդար, վերլուծեք փաստերը եւ կայացրեք որոշում։